ինքը հարցը պետք է նայել ընդհանուր պատկերի մեջ ու ավելի խորքային հասկանալ ինչա կատարում։ Իրականության մեջ կառավարության ղեկին հայտնված անձը երեք հայտարարել է Երրորդ հանրապետությունը վերջնականապես կազմաքանդելու, Արցախի հանձնումը, էթնիկ զտումը լեգիտիմացնելու եւ Թուրքիայի Ադրբեջանի պահանջով այսպես կոչված 4 հանրապետություն ստեղծելու մասին։ Եվ այս ճանապարհին նաև հայտարարել է բացահայտ Հայաստանից նոր տարածքներ զիջելու մասին։ Այս ճանապարհին նա փորձում է բոլոր ընդդիմադիր օջախները, դիմադրության օջախները, քաղաքական ուժերը, ովքեր կարող են այս ծրագրի իրականացման համար խոչընդոտ լինել, սրանց տարբեր հոդվածներով ձերբակալել, մեկուսացնել, սեփականությունից զրկել, բոլոր հնարավոր միջոցները գործադրել, որպեսզի դաշտը մաքրել կարողանալ այս հակահայկական, հակապետական ծրագիրը իրականացնել։ Սա պետք է նայել այդ շրջանակներում։ Այսօր Քոչարյանի ընտանիքն է, վաղը կլինի մեկ ուրիշի ընտանիքը, այն մյուսօրը մեկ այլ ընդդիմադիր ուժի, առհասարակ ազգային մտածելակերպ ունեցող Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի ազատության մեջ պետք է լինի։ Բայց ձերներ Նիկոլ Փաշինյանը ամբիոնից ասում է ունի ձեռքեր ժամեր անց իրավապահները գործ են ասում։ Իհարկե, ես չեմ կարծում այս պրոցեսը հենց գիշերը պլանավորվեց, սա գործընթաց էր։ Երեք հայտարարեց, այսօր արեցին, այսօր հայտարարի մեկ ուրիշի հետ կապված այն մյուսին եմ անել։ Ու այս հակապետական խոշոր հանցագործությանը, այո, ամբողջ երեք ինքը անընդհատ բողոքում էր, որ բոլոր ուժային կառույցները անվերապահորեն կատարում են իմ ապօրինի հրահանգները, բացառությամբ դատարանների եւ այդ դատարանների հարցը պետք է լուծում։ Ինքը երեք ամբողջ իր ելույթի խորքը նվիրված էր նրան, որ սպառնում էր դատավորներին, որ եթե իմ ասածները չեք անում, ուրեմն նախկիներից կաշառք եք վերցնում։ Այս էր այս մարդու թեզը։ Ինքը այս վերջ շրջանը որ շատ է շփվել Ալիևի հետ, ձգտում է Ալիևի պետական համակարգը, ինչ-որ կա Ադրբեջանում, մեկ մարդու բռնապետություն բերել Հայաստան։ Մտածում Ալիևից ինչով են վատը, եթե այնտեղ կարա մի ընտանիք, մի հոգի բոլորին փակի բռնապետություն հաստատի երկար ղեկավարի, այդ մի հոգին էլ ինձ ամեն ինչով աջակցում, նույնիսկ Հայաստանում անում։ Ըստ էության Հայաստանում մեկ մարդու դիկտատուրա հաստատելու ճանապարհին։ Ասում եք դուք ինչպես եք միլիոներ դարձել։ Ես ուզում եմ հասկանալ, անձնական խնդիր չի, քաղաքական հարց է։ Գիտեք, ցանկացած ապօրինություն, որ անում են, ինչ-որ հարցադրումներ պետք է անեն։ Օրինակ քիչ առաջ ես տեսա քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը 8 տարի այդ հաղորդագրությունը տարածում է։ Այդ գործն էլ կարծեմ ապօրինի գույքով անցնում է։ Չէ, այսինքն այդ ապօրինի գույքի մասին օրենքը բա ինչի համար է։ Եթե դու արդեն սկսել ես առանց դատարան նոր ես ճանապարհով խլել, այդ օրենքի իմաստը ո՞րն էր առհասարակ։ Պարոն Սաղաթելյան, խորհրդարանական ընդդիմության անելիքը կանխելու Ես ասենց մի հատ հարց տամ, էլի, եթե Քոչարյանի ընտանիքը չզբաղվեր քաղաքականությամբ, կանցնելս ամեն ինչ չէ։ Այստեղից պետք է նայել։ Պարոն Սաղաթելյան, քանի որ այսօր գրառում եմ կարդացել, քանի չեմ հիշի Facebook-յան որ օգտատերն է, բայց որ փնտրեք կգտնեք, նշել էր Նիկոլը բոլորի հետևից գնալու էր, դրա համար էինք ասում, պետք չի լեգիտիմացնել եւ այսպես ասած ընդդիմություն դառնալ Նիկոլի համար։ Հիմա խորհրդարանական ընդդիմությունի վիճակի այս ձեր մատնանշած սցենարները, որ բոլորի հետևից գնալու այդ ձևակերպումը, որ Նիկոլի համար ընդդիմություն դառնան, թող շատերը այդ հարցը իրանց տան։ Եթե Նիկոլի համար այս ընդդիմությունը շատ ձեռնտու եւ կոմֆորտ ընդդիմություն, նորից հալածանքներին չէր տրվի, այս ամեն ինչը դրա պատասխանն է, հետեւաբար չի կարելի ամեն անգամ իրանց մեջտեղ բերած թեզերը կրկնել ընդդիմադիր դաշտում։ Մանդատը կպաշտպանում կա պատգամավորին այսօր օրինակ։ Տեսեք, մանդատը պատգամավորին պաշտպանելու համար չի, մանդատը մի փոքր էս ընդհանուրի մեջ գործիք է, որպեսզի կարողանաս երկրում հասնես փոփոխության։ Դա արդյոք բավարար է փոփոխության հասնելու համար, միանշանակ ոչ։ Մենք չենք ասել այդ մանդատն է լինելու մեր երկրի փրկության ճանապարհը, մենք ասել ենք դա հնարավորություն է, դրան պետք է ավելանա փողոցային պայքար, համաժողովրդական պայքար, կարողանանք մեր ժողովրդին կազմակերպել, խոսել, բացատրել, օրինակ մարդը հայտարարել է, որ հանձնում է Տիգրան Աշյանը։ Արդյոք դա կոնկրետ իվենտ է, որ դրա շուրջ պետք է մեր հասարակությունը համախմբվի, դուրս գա, մերժի
եւ հասնի փոփոխություն։ Հնարավոր է այս աղմուկը, այս իրավական այսպես ասած ճակատը գործողություններ դեր ասած խնդիրը ստվերելու նպատակն է, Նաեւ ինքը բարբերաբար մի շարք էս կարգին ինֆորմացիաներ բերելու դաշտ, նաեւ մեզ զբաղեցնելու։ Տեսեք, օրինակ այսօր խորհրդարանում ենք պետք է քարոքանդանային իր բերած հակահայկական ու հակապետական ծրագիրը, բայց հիմա առավոտվանից ինչով ենք զբաղված։ Այսինքն իհարկե սա նաև այս մեթոդներով փորձելու է մեզ շեղել գլխավոր օրակարգից, որպեսզի ծրագրեր իրականացնի։ Պարոն Տեսակելի անդրադառնալով հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունից, պարզ է, չէ, որ այս խոզարկությունները, այս գործընթացը ավելի վաղ է եղել, քան 3 ազգային ժողովի նիստն է։ Այսինքն 3, երբ Լևոն Քոչարյանը ազգային ժողովից հայտարարում էր, ասում էր, «Ժողովուրդն էլ մեզ հարցնում է, Սպիրտ Դավաճանը ինչի է մինչև հիմա այդտեղ», այսինքն գիտեր, չէ, որ ըստ էության իրավական գործընթացներ կան նախաձեռնված։ Սա այսինքն նորություն չէր, այն ինչ 3 տեղի ունեցավ։ Ակնհայտ էր, որ այս process-ը վաղուց սկսված էր, 3 ուղղակի պատճառը դարձավ, այդ հրահանգ ուղիղ տրվեց, արեց։ Ինքը 3, եթե նկատել եք, ազգային ժողովի պատգամավորներից մի քանիսին որ հարց են տալիս, ասում են, դու ինչի ես տեղ նստած։ Քանի հոգի ասում ինչի ես տեղ նստած։ Այսինքն հիմա հարց, բայց ինքը ինչ է անդակ նստած։ Այսքան դժբախտություն ու մահ ու ողբերգություն ա բերել մեր ժողովուրդը։ Նկատի ունեմ, եթե արդեն իսկ իրավական գործընթացները սկսված էին, ինչ հրահանգ տալու անհրաժեշտություն կար, որ ասում եք հրահանգ տվեց։ Հրահանգը տրված է, դա ակնհայտ է, դա փաստ է, հիմա դուք ինչն եք վիճարկում, ես չեմ հասկանում։ Ուզում եք ասեք հրահանգ։ Հիմա ինչ տարբերություն, հրահանգը 3 են տվել, թե մի շաբաթ առաջ, թե այսօր առավոտ։ Ակնհայտ է, որ սա եղել է քաղաքական հրահանգով, կոնկրետ նպատակով ու բացատրեցի ինչի համար է այս ամբողջ process։ Պարոն Սաղաթելյան, ճիշտ է, շատ շոկամի բան էլի, ճշգրտում։ Նայեք, ասում եք ընդհանուր պայքարի սպասելիքը, փողոց, խորհրդարան եւ այլն։ Բայց հիմա տեսնենք, որ ընդդիմադիր բոլոր այսպես խոշոր խաղացողներին իզոլացման գործընթաց է, չէ՞։ Սամվել Կարապետյան, Ծառուկյան, Քոչարյան, դեռ չգիտեք ինչեր կլինեն։ Ինչպես եք պատկերացնում փողոցային պայքարի գեներացիան, եթե այս խոշոր խաղացողներին արդեն ինքը դուրս է մղել։ Տեսեք, ինքը անում է այն նպատակով, որ բոլոր օջախները ոչնչացնի։ Բայց սա բերելու է մի այլ հակազդեցության։ Եվ ես վստահ եմ, որ իշխանությունը պահելու այս ընտրած ճանապարհը երկար կյանք չի ունենա։